Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Մեղմ ու միևնույն ժամանակ հզոր է նրա ձայնը, որով անմիջապես կարող է տպավորել իրեն լսողին։ Դերասանական վարպետության մասին ես չէ որ պետք է խոսեմ։ Կարող եմ միայն ասել, որ անհնար է չնկատել բարձր պրոֆեսիոնալիզմը, անկեղծությունը, խարիզման։ Ինչ վերաբերում է իմ հյուրի մարդկային կերպարին, պատկերացում կկազմեք, երբ լսեք նրան ուղղված իմ հարցերի հավասարակշռված պատասխանները։ Հայ պերսոնայում Սամվել Թոփալյանն է։ Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 19-ին Երևանում։ 2001 թվականին ավարտել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցը։ 2002-ից 2006 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում Արմեն Մազմանյանի արվեստանոցում։ 2004 թվականից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես ֆիլմերի կրկնօրինակող։ 2007 թվականից աշխատում է Արմեն Մազմանյանի անվան Գոյ և Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոններում որպես դերասան։ 2008 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում, 2009 թվականին նկարահանվել է Խաչագողի հիշատակարանը գեղարվեստական ֆիլմում, 2008 թվականին արժանացել է Արտավազդ մրցանակի, նկարահանվել է Հանուն սիրո, Փրկագին և հանրային հեռուստաընկերության այլ սերիալներում, ինչպես նաև Ընտանյոք հանդերձ սիթքոմում։ Ամուսնացած է մասնագիտությամբ սոցիոլոգ և պարուհի Սոնա Դավթյանի հետ։ Ունեն 2 երեխա՝ Արմենը և Արփենը։ Սիրում է զբաղվել որսորդությամբ։ Սամվել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Կա ճակատագիր, թե մենք ինքներս ենք կառուցում մեր կյանքը։ Եվ կա, եւ ինքներս ենք կառուցում, որովհետեւ ինչ որ նախախնամություն, ինչ որ գիծ կա, որ ի վերուս տրված է, բայց այդ գծից ինչքանով ենք շեղվում, ինչքան ժամանակ հետո ենք հետ գալիս էլ այդ նույն գծի վրա, դա արդեն մեր քայլերով է պայմանավորված։ Իմ կարծիքով նախախնամություն, ճակատագիր ասվածը կա, բայց նաև շատ հստակ բաներ մեր ձեռքում է, մեր քայլերի մեջ է, ու մենք ենք տնօրինում ինչ-ինչ բաներ, իհարկե ոչ ամբողջությամբ։ Գոհ եք ձեզ բաժին հասած ճակատագրից։ Շատ։ Ով է ձեզ հանդիպած ամենակարևոր մարդը։ Շատ են այդ մարդիկ, նախ դե բնականաբար իմ ծնողները, շատ ուրախ եմ, շնորհակալ եմ, որ հենց իրենցից եմ լույս աշխարհ եկել, որովհետև ես աչքս բացել եմ ու տեսել եմ իմ ծնողներին, որոնք սեփական քրտինքով առանց խաբելու, առանց գողանալու, առանց ուրիշի ունեցվածքին աչք դնելու, իրենք իրենց աշխատանքով, սեփական քրտինքով պահել, մեծացրել են մեզ։ Ու շատ մարդկային ու կարևոր հատկանիշներ են դրել մեր մեջ, որով մենք փորձում ենք ապրել այս վատ օրերին։ Եթե գրեիք ձեր կյանքի մասին մի գիրք, ապա ինչպես կվերնագրեիք այդ գիրքը։ Նախ չէի գրի, որովհետև ես սիրում եմ ապրելը, ես չեմ ուզում, ես ուզում եմ ու սիրում եմ ապրել պահը, վայելել պահը ու ժամանակ չկորցնել ինչ-որ բան, անցած գնացած բաների վրա։ Ավելի լավ է ես ամեն վայրկյանը վայելեմ ու ապրեմ կյանքը։ Մուտք դեպի թատրոն, սա կարծում եմ շատ կարևոր որոշում է եղել ձեր կյանքում։ Ինչպես է ձեզ այդ ճանապարհը տրվել։ Չգիտեմ, շատ հաճախ ինչ-որ արտիստների կյանքը կարդալով, ուսումնասիրելով, խոչընդոտների միջով, դառը ճակատագրեր, չգիտեմ, այդ փառք Աստծո կամ չգիտեմ, շնորհակալ եմ Աստծուն, որ նման դառ ու բարդ ճանապարհ չի տրվել ինձ։ Իհարկե եղել են դժվարություններ, որոնք շատ նորմալ երևույթ եմ ես նայում, այսինքն ամեն հեշտ բան իր տակ լուրջ ու ծանր երևույթ չի կրում։ Հեշտ տրվում է, հեշտ էլ վերցվում է։ Այդ իսկ պատճառով ջանք թափել, քրտնել, աշխատել, դա ոչ թե ես խոչընդոտի հետ եմ կապում, այլ նորմալ պրոցեսի, նորմալ ընթացքի հետ։ Ու փառք Աստծո եմ կրկնում, ես նորմալ եմ անցել, այսինքն չեմ թե հոգեպես, թե ֆիզիկապես չեմ ճնշվել, չեմ մնացել այդ խոչընդոտների մեջ։ Իսկ երբ հանդիպել եք այդ խոչընդոտներին, կարողացել եք արագ հաղթահարել հիասթափությունները եւ ինչ ճանապարհով։ Երևի հա, այո,
նորմալ համարելով դրանք, այսինքն դա մեր կյանքի, թե մասնագիտական, թե ուղղակի մեր կյանքի բաղկացուցիչ մասերն են, այդ խոչընդոտները, դժվարությունները։ Եթե մենք ֆիքսվենք դրա վրա, եթե հաստատությունը կրկնապատկվի, կտասնապատկվի ու ոչ մի լավ բան դրանից մենք չենք շահի, չենք ունենա։ Ինչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ, եթե հանդիպեիք 20 տարեկանում։ Կուզեի ավելի խաղաղ լինել, ավելի երևույթներին հանգիստ վերաբերվել, որ այսօր ես շատ հաճախ չեմ կարողանում, ու նաև դեռ չգիտեմ դա լավ է թե վատ, որ չեմ կարողանում հանգիստ նայել, որովհետև շատ հաճախ այդ հանգստությունն էլ բերում է անտարբերության, որ ամենածանր ու ամենաահավոր բանն է երևի մարդու մեջ, որ ոչինչ չի ուզում տեսնել, ոչինչ չի ուզում գնահատել, ոչինչ չի անուն չի ուզում տալ։ Կուզեի դա ավելի 20 տարի հետո այդ իմ պորտկումները ավելի կշռադատված լինեին, երևի այսպես ձևակերպեմ։ Դուք այն դերասաններից եք, որը եւ թատրոնում է, եւ գեղարվեստական ֆիլմերում, եւ սերիալներում, այս համադրության մեջ դերասանի համար դժվար չէ աշխատելը, կան դժվարություններ, որոնք օրինակ լինում են ավելի հաճախ թատրոնում, քան գեղարվեստական ֆիլմում կամ ավելի հաճախ սերիալում նկարվելիս, քան գեղարվեստական ֆիլմում։ Ես արդեն մոտ 5 տարի չեմ խաղում սերիալներում ու փառք Աստծո, ու դժվարություն ասված այդ են գնալ նկարահանման, ժամերով սպասել, քո ժամանակից, այսպես ասած, գնում է այդ ամեն ինչը քո կյանքից, քո նյարդերից, դա ինձ հետ պահեց այդ, այսպես ասած, սերիալում նկարվելու ցանկությունից, իսկ թատրոնում ես շատ հաճույքով եմ աշխատում, դա իմ հիմնական, հիմնավոր, առաջնային տեղն է իմ մասնագիտական, որտեղ լրիվ ուրիշ պրոցես է, լրիվ ուրիշ վիճակ է, լրիվ ուրիշ էներգետիկա է, լրիվ ուրիշ մարդիկ են, այսինքն պատահական մարդիկ թատրոնում, ես հիմա աշխատում եմ Մալյան թատրոնում, Գոյի հետ կապված այդ հարցերը դեռ ընթացքի մեջ են, որտեղ ես մարդկանց հետ եմ շփվում, ու մարդկանց, որոնք ինձ հոգեհարազատ ու իմ սրտի մարդիկ են, ու դրանից ավելի մեծ հաճույք կարծում չկա։ Երբ որևէ առաջարկ եք ստանում, նկարվել որևէ ֆիլմում կամ թատրոնում որևէ դեր ստանձնել, ունեք սկզբունքներ, որոնց դուք անպայման հետևում եք։ Դե կան, բնականաբար կան այդ սկզբունքները, բայց էլի եմ կրկնում, այդ առումով էլ այն բախտը բերել, մենք այն թատրոններում, ես այն թատրոններում եմ աշխատում, որտեղ այնպիսի պիես, այնպիսի դեր չի առաջարկվի, որ որևիցե մեկի սկզբունքին դեմ լինի, որովհետև եւ Մալյան թատրոնում եւ Գոյ թատրոնում մենք վերցնում ենք գործեր, որը մարդու համար են, մարդկային փոխհարաբերությունների մասին են, մարդու մասին են, ու այդ իսկ պատճառով չի կարող ինչ-որ դեր լինել կամ պիես լինել, որը սկզբունքային ես դեմ լինեմ։ Սամվելի մասին խոսելիս միանգամից ինձ մոտ ջերմության զգացողություն է գալիս, որովհետև Սամվելը ինձ համար ուղղակի դերասան չի, նա այն եզակի մարդն է, ում հետ ես ձևավորվել եմ, մենք կարելի ասել մեր ճանապարհը սկսել ենք իրար հետ, անգամ ինստիտուտի ընդունելության քննություններին մենք իրար հետ էինք պատրաստվում, վոկալի դասընթացներին էինք միասին մասնակցում, իրար հետ նույն վարպետի մոտ ենք ուսուցանել 4 տարի եւ Սամվելի հետ կարելի ասել մենք ձևավորվել ենք իրար հետ միասին, իրար հետ աշխարհայացք ենք ձեռք բերել, մասնագիտության բոլոր գաղտնիքներն ենք բացահայտել եւ ի ուրախություն ինձ ես այն երջանիկն եմ, ում հնարավորություն է ընձեռվել լինել Սամվելի զուգընկերը։ Մենք միասին երբ որ մի աշխատանք ենք անում, դա լինում է շատ ուրախ ու հաճելի միջավայրում եւ դու չես հասկանում որ դու աշխատեցիր, ինչ որ բան ստեղծվեց եւ դա լինում է շատ հեշտ, այդ հեշտությունը գալիս է իր պրոֆեսիոնալիզմից, դրա համար իրան մի գնահատական կա որպես դերասան պրոֆեսիոնալ ուղղակի։ Եթե տեղյակ եք թատերական ինստիտուտում կրթության մասին, միշտ լինում է զույգեր։ Աղջիկ տղա զույգերով են լինում պարի դասընթացներին, վոկալի դասընթացներին եւ ես կարելի ասել բախտավորն էի, քանի որ Սամվելը
Բացի նրանից, որ դա կուրսի ամենաշնորհալի արտիստներ կա, բոլորը տեսնում էին նրա պոտենցիալը, բացի նրանից, որ նա ամենաշնորհալին էր, ամենաարտիստն էր իր տեսակով, նա նաև ամենապարտաճանաչն էր, եւ կուրսիս ընկերուհիներս, աղջիկները շատերը քիչ նախանձով էին անում, ասում էին Սամվելը միշտ կա, մեր խմբի, մեր ոնց որ մասնակից գոլեգաները չկան, ու կուրս ընկերները չկան, այնպես որ Սամվելի հետ ինչ որ կապված է Սամվել Թոփալյանի հետ, ինձ մոտ միայն ջերմագին, ջերմ հիշողություններ են, որովհետև իմ ամենաանուշ տարիներն են դրանք եղել։ Երբ ես հյուրընկալել եմ կին դերասանուհիների, նրանցից շատերը նշել են, որ օրինակ ֆիլմերում կամ սերիալներում սկզբունքայինորեն չեն նկարահանվում բաց տեսարաններում։ Այդ տղամարդ դերասանի համար ո՞րն է այն սահմանը, որը նա չի ցանկանում անցնել, այս պարագայում խոսքը ձեր մասին է։ Գիտեք ինչ, այդ բաց տեսարան ասվածը շատ հարաբերական երևույթ է, որովհետև կարող մինչև, չգիտեմ, աչքերն էլ փակ, այնպիսի գրեհիկ ու վուլգար տեսարաններ նկարվի, եւ ճիշտ հակառակը շատ բաց, շատ, չգիտեմ, սրունքները բաց, կուրծքը բաց, բայց այնքան գեղագիտական ու այնքան ճաշակով ու նուրբ արվի, որ բացարձակ տգեղ ու ինչ որ ամոթալի բան չտեսնես այդտեղ։ Այստեղ խնդիրը ճաշակի ու պրոֆեսիոնալիզմի մեջ է։ Ես այդ տեսանկյունից եմ մոտենում հարցին։ Ձեզ համար սահմանը որտեղ է, ունեք սահման։ Հենց դա եմ ասում, երբ ինչ որ մի բան ճաշակով մտածված ու ոչ գրեհիկ է ներկայացվում, ուրեմն հենց սահմանը դա է։ Մի քայլ ընկում դառնում է գրեհկություն ու վուլգարություն։ Այ դուք նշեցիք, որ սերիալներում նկարահանվելուց հրաժարվել եք, որովհետև հաշվի եք առել այն տեխնիկական խնդիրները, որոնք առկա են։ Բացի տեխնիկական խնդիրները հայկական հեռուստասերիալներում ինչպիսի խնդիրներ եք տեսնում։ Դե շատ են այդ խնդիրները, ինչ որ նույն տեքստերը, նույն իրավիճակները, նույն բնավորությունները մարդկային սիտուացիաներ, իրավիճակներ, որոնք մեր իրականության հետ բացարձակ կապ չունեն։ Չգիտեմ, ես 41 տարեկան եմ, փողոցում չեմ տեսել մեկը մյուսին ատրճանակով կրակի ու սպանի, բայց մեր սերիալների 90%-ը, չգիտեմ, օպերայի շրջակայքում կարող իրար կներեք այս բառը, ասել գյուլ են։ Մեր իրականությունից դուրս, մեր իրականության հետ կապ չունեցող, հնարած, արհեստական հարաբերություններ մարդկային, որոնք չեմ տեսել, դեմքեր, որոնք իմ շրջապատում չկան։ Տարօրինակ մակիաժով կանանց, տարօրինակ սանրվածքով տղամարդկանց, չգիտեմ։ Սամվել, կարծում եք ձեր ռեսուրսները որպես արտիստ ավելի շատ կարողացել է օգտագործել թատրոնը, թե ֆիլմ արտադրությունը։ Ես ֆիլմում շատ քիչ եմ նկարվել, չեմ ափսոսում դրա համար, թատրոնը բնականաբար, որովհետև արդեն 20 տարի մոտ ես աշխատում եմ թատրոններում ու պես հագեցած եմ աշխատել, այսինքն ընդմիջումներ, ինչ-որ պարապուրդի մատնված չեմ եղել երբեք։ Այցելում եք այլ թատրոններ։ Շատ քիչ զուտ ժամանակի առումով, որովհետև հիմնականում երեկոները ես էլ եմ զբաղված, ոչ միայն թատրոնում ներկայացումներ խաղալով, նաև պոեզիայի երեկոներ, այլ թատերախմբերի հետ ներկայացումներ ու ամսվա կտրվածքով այնպես է ստացվում, որ ես մոտ 20 քանի օր ներկայացման եմ լինում։ Դուք շատ սիրում եք պոեզիան եւ գնահատում եք այդ արվեստը, որ գրականությունն եք սիրում, հայ դասականներ թե արտասահմանյան գրականություն։ Եթե վերցնենք զուտ պոեզիան, հայ գրականությունը ինձ համար շատ բարձր է, շատ պոեզիան։ Դրամատուրգիան չեմ կարող ասել, որ սիրում եմ, գրականության մեջ կան առանձին գործեր, որոնք իսկապես շատ լուրջ են, բայց եթե վերցնենք զուտ վեպեր, պատմվածքներ, չգիտեմ, համենայն դեպս դրամատուրգիայի մեջ մենք կարծում եմ թույլ ենք։ Իսկ վեպեր էլ եմ ասում առանձին ինչ-որ արկայություններ կան, որոնք իսկապես կարող ես, չգիտեմ, համեմատել, ասենք Դոստոևսկու կամ, չգիտեմ, Տոլստոյի կամ արդեն եվրոպական գրողների ստեղծագործությունների հետ։ Զանգիր։ Ես լսելով ձայնդ կկախեմ լսափողը եւ ամիջապես կզղջամ արածիս համար։ Զանգիր, ես նորից կլսեմ ձայնդ, կկախեմ լսափողը եւ
կհասկանամ, որ չեմ կարողանում խոսել։ Զանգիր, ես տանը չեմ լինի։ Ես հեռացած կլինեմ եւ նստած մենակ եկեղեցի տանող որևէ ճանապարհի, որևէ քարին։ Կսպասեմ, մինչև համոզված լինես, որ տանը չեմ ու էլի զանգես։ Ես կգամ տուն, կզանգեմ քեզ ու երբ լսեմ ձայնը, նորից կկախեմ լսափողը եւ կհասկանամ հիմնովին, որ սիրում եմ քեզ։ Կյանքի այս շրջանում ինչպիսի զբաղվածություն ունեք եւ ինչպիսի սպասելիքներ ունեք ինքներդ ձեզնից։ Այս շրջանը շատ երկար է ձգվում այն առումով, որ ես համարյա ամեն օր զբաղված եմ, ես չունեմ շաբաթ-կիրակի, չունեմ ինչ-որ հանգստյան օրեր, ժամեր, բայց ես եմ ընտրել այս կյանքը ու ես դժգոհ չեմ դրանից։ Սպասելիքներ ինձնից ինչ-որ մտքեր կան, որոնք ինչ-որ մի մասը արդեն հասրել եմ, այսպես ասած, նյութականացնել, իրականություն դարձնել, կան ինչ-որ ծրագրեր, որոնք հենց կոնկրետ ինձ հետ են կապված, ինքս ինձ հետ եմ, այսպես ասած, վեճի մեջ, համաձայնության մեջ կամ դեռ ասում եմ ժամանակը չի, բայց կարծում եմ այն ինչ որ ես մտածում եմ ու ինչ որ նաև իրագործեցի ես վերջերս 8000 կիլոմետր ներկայացում մոնոներկայացման տեսքով կարծում եմ այս ժամանակահատվածում շատ կարևոր հաղորդագրություն ունեն, մեսեջ ունեն ու պետք է որ այդ պատմությունը, այդ խոսքը, այդ զգացողությունն ու զգացմունքները կամ զգացումները բեմից հնչեն։ Հանդիսատեսի կուլտուրան ձեզ համար փոխված է հիմա։ Խոսքը հայ հանդիսատեսի մասին։ Շատ, քանի որ մենք ամեն ինչում ենք ծայրահեղ, նաև հանդիսատեսի, այսինքն չես կարող հստակ գնահատական տալ, շատ կրթված են, թատրոնում իրենց պահելու ձևը գիտեն կամ իսկապես ֆանտաստիկ կիրթ, գիտեն ուր են եկել, ինչի համար են եկել, ինչ միջավայրում են գտնվում ու կան նաև ճիշտ հակառակը, բացարձակ, չգիտեմ, կապ չունի կամ չես էլ ընկալում ինչ ես դու եկել թատրոն։ Ձեզ համար ինչպիսի նշանակություն ունեն կոչումները։ Բացարձակ նշանակություն չունեն, ուղղակի չգիտեմ, մարդու տեսակ կա, որ կարող է այդ կոչումը իրեն ոգևորի, առաջ մղելու ինչ-որ ուժ տա, ինչ-որ կարևորություն կարող է ունենա այդ կոչումը իր համար, մարդ կա, որ դա չի կարևորը իր համար կարևորը հանդիսատեսի դիմացինի մի հայացք, չգիտեմ, մի խոսք, մի թեկուզ ծափահարությունը արդեն ամեն ինչ է նշանակում։ Ինձ համար կոչում, չգիտեմ, պատվոգիր, բացարձակ նշանակություն չունի։ Կյանքում ամենից շատ ում գնահատականն է ձեզ համար կարևոր։ Ինձ այստեղ ապրող մարդկանց, այն մարդիկ, ովքեր իմ հոգում սրտում կան, իրենց կարծիքը իսկապես կարևոր է։ Մի քիչ ուզում եմ խոսենք ձեր ընտանիքի մասին։ Ինչպես եք հանդիպել ձեր կնոջի։ Հիշում եք առաջին դրվագը եւ որոնք էին ձեր առաջին տպավորությունները։ Բանակի 20-ամյակին նվիրված միջոցառում էր, որտեղ ես վարում էի միջոցառումը, կինս պարում էր։ Ու այնտեղ մենք հանդիպեցինք, մի խոսքով, սկսվեց ամեն ինչ։ Որն էր իր ամենագրավիչ առանձնահատկությունը, որը որպես կին գնահատեցիք նրա մեջ։ Դե նախ եւ առաջ կնոջ մեջ ինձ գրավում է կանացիությունը, որովհետեւ ես ինքս չեմ պատկերացնում եւ կնոջ ու ճիշտ հակառակ ասենց տղամարդկանց այդ կանացիությունը երևի։ Ես շատ ուրախ եմ, որ Սամվելի կողքին կա Սոնայի նման չքնաղ մի հայուհի, որովհետև նա շատ արժանապատիվ է նաև իր կեցվածքով, իր տեսակով, իր երեխաների դաստիարակության հարցում, եւ ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նրանց ընտանիքի հաջողությունները եւ շատ ջերմություն է ինձ մոտ միշտ այդ ամեն ինչի հետ կապված լինում, միայն ջերմություն։ Ես տեսնում եմ մեծ սեր, այդ սիրո մեջ մեծ ընկերություն։ Հերիքա նայես Արփենին ու Արմենին ու կհասկանաս, թե ինչպիսին են Սոնան եւ Սամվելը։
այդ սերը փոխանցվել է իրանք չեն ժամանակ հատկացնում եւ հատուկ ժամերի դաստիարակում իրենց երեխաներին, իրենք ապրում են այդպես, Սոնան էլ, Սամվելն էլ, եւ երեխաները դրանից ոգեշնչված իրենք էլ ապրում են այդպես։ Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը։ Փոխադարձ ընկալումն ու հարգանքը կարծում եմ։ Ընտանիքի կայացման գործում դուք ավելի կարևորում եք կամ գերագնահատում եք կնոջ կարևորությունը թե տղամարդու։ Իրար լրացնող բաներ են, որովհետև ամեն մեկը իր դերն ու դիրքը պիտի ունենա ընտանիքում։ Ոնց որ, չգիտեմ, օրինակ ներկայացման մեջ ամեն մեկը պիտի իր դերում լինի, որ process-ը կայանա, վիճակը, էներգետիկան ձևավորվի։ Եթե մի հոգին էլ թերանում է կամ մի հոգին իր տեղում չի, արդեն այդ փլվում է, չէ։ Բացի կանացիությունը, ո՞րն է Սոնայի հաջորդ ամենագեղեցիկ առանձնահատկությունը։ Երևի հոգատարությունը։ Ո՞վ է կյանքում ձեր ամենամեծ եւ լավագույն խորհրդատուն։ Այս հարցը ինձ համար են հարցերի շարքից է, որ օրինակ որն ամենասիրած ֆիլմը կամ այսինքն մի ֆիլմ չի կամ մի գիրք չի։ Երևի ժամանակը ամենաճիշտ խորհրդատուն, որովհետև դու ժամանակի մեջ ես տեսնում եւ քո թույլ տված սխալները եւ քո ճիշտ կողմերը, այսպես ասած, ու ինքը ժամանակը այդ բալանսը բերող հատկություն ունի, թե քո հաջորդ քայլի մեջ դու ինչ կերպ լինես, ինչ ձևով մոտենաս հարցին, ինչ ձևով մոտենաս դիմացինին, արդյոք արժանի է ինքը այս վերաբերմունքին, արդյոք այն վերաբերմունքին արժանի չէր։ Երևի ժամանակը ամենաճիշտ խորհրդատունը։ Եթե դու քեզ կարևոր է քո շրջապատը, քո շրջապատող մարդիկ, որովհետև ի վերջո մենք մարդկանցով ենք հարաբերվում, մարդկանց միջավայրում ենք դրսևորվում։ Ու ժամանակը երբեմն բարձրացնում է եւ անարժանին, բայց մի օր այդ անարժանին փառազրկում է իր բարձունքից գցում է գետին։ Այսինքն ժամանակը ինքը հստակ խորհրդատու է, հստակ ուղղորդող է, ուղղակի դու կամ պիտի տեսնես, ֆիքսես կամ չէ։ Ինչպես եք վարվում այն իրավիճակներում, երբ ձեր նկատմամբ անարդարության զգացողություն եք ունենում։ Եթե ավելի երիտասարդ տարիքում կարող է, չգիտեմ, նյարդայինանայի, ջոայնանայի բայց հիմա չէ, որովհետև շատ քիչ մարդկանցից եմ ես արդեն լավ բան սպասում, դրական բան սպասում, ազնիվ բան սպասում, ու այդ իսկ պատճառով էլ ինչի ջոայնանամ, ինչի նյարդայինանամ։ Իր ընտանիքի հետ էլ շատ մեծ կապ ունեմ եւ շատ մեծ հարգանք ունեմ եւ անհնար է ուղղակի, որ այդ ընտանիքից դուրս գա մի քիչ այլ տեսակի մարդ։ Բարեկրթություն, հարգանք, սեր, ուրախ, դա իր մասին է հենց։ Երբեմն հետաքրքիր բան ասեմ, Սամվելին չճանաչողներն ասում են, բայց Սամվելը շատ լուրջ է։ Միշտ բան ես ուզում եմ, որ մարդիկ շփվեն Սամվելի հետ եւ հասկանան, որ այդ լրջության մեջ այնքան խորը հումոր եւ այնքան ուրախություն կա, որ ուղղակի անհնար է Սամվելի հետ 2 րոպե միտեղ հայտնվես եւ դա չփոխանցվի քեզ, բայց դրան զուգորդում են բարեկրթությունը, ճիշտ լավ մարդ, լավ հայ լինելը, եւ ես նայում եմ իր ու իր զավակների, իր երեխաների շփումը, թե ինչքան ճիշտ է, այսինքն դա փոխանցվում է։ Ազնվագույն, վեհագույն եւ շատ մաքուր մարդ է Սամվելը։ Նրա աչքերից կարծում եմ դա պարզ երևում է, թե ինչքան լույս, սեր ու հումանիզմ կա իր աչքերի մեջ։ Ես Սամվելին շատ սիրում, շատ գնահատում եմ եւ նրա ամեն հաջողությունը ինձ համար իմ հաջողության պես մի բան է։ Ինչպիսի չափանիշներ ունեցող մարդը կարող է դառնալ Սամվել Թոփալյանի ընկերը։ Գիտեք, իմ ընկերները ազնիվ մարդիկ են, այսինքն ոչ մի հնարած բարդ հատկանիշներ պիտի չունենան, ընդամենը այն տարական
պարզագույն հատկանիշները, որոնք մարդուն պահում են մարդ։ Այսինքն ազնվություն, անկեղծություն, հոգատարություն, սա է։ Ու փոխադարձ այդ ամեն ինչը, որովհետև միակողմանի ոչինչ չի լինում։ Մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Երևի կեղծիքը սուտը, այսինքն նորություն չեմ հնարի, որովհետև եթե ինչ-որ մեկի հետ հարաբերվում ես, ընկերանում ես, դու ամենայն դեպս մեր ընկերական շրջապատում այդպես է, մենք լիարժեք ենք նվիրվում իրար, ու մեկ էլ այդ նվիրվածության մեջ ինչ-որ կեղծիկ, ինչ-որ բան, դա արդեն քանդի ու կավերի ամեն ինչ։ Ինչ բաղադրիչներ ունի երջանկությունը։ Ամեն մարդ ինքն է ընկալում ու ընտրում իր երջանկությունը, ինչ-որ հստակ բաղադրիչ ես չեմ տեսնում, չգիտեմ, մեկի համար լեռ բարձրանալը կարող է երջանկություն լինի, մեկի համար իր տակ անկյունը, իր ընտանիքով դա է երջանկությունը, շատ բազմերանգ ու շատ տարբեր երևույթներ կարող են ինչ-որ մեկի երջանկության հիմքը դառնալ կամ երջանկությունը դառնալ։ Ես գիտեմ, որ Սամվելը ոնց որ եւ մեր բոլոր ընկերները շատ մտահոգված ենք, թե ինչա կատարվում մեր շուրջը, իսկ բոլորն են մտահոգված, բայց քանի որ մենք մի քիչ ավելի էմոցիոնալ մարդիկ ենք, իհարկե, որս ցույց է տալիս, որս ցույց չի տալիս, բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Մի հատ sense պաթոս չասեմ, բայց հստակ մի բան ասեմ, եթե Սամվելի սրտով եղավ ամեն ինչ, ուրեմն բոլորի սրտով է։ Բոլոր բաղձալի աշխատանքները, այնինչ դեռևս չի հասցրել անել իրեն 100% լիարժեք արտահայտված գալու համար, թող տրվեն նրան այդ բոլոր հնարավորությունները, որ նա որպես արտիստ իրեն ամբողջությամբ կարողանա լիարժեք արտահայտել եւ իրեն բավարարված զգալ։ Ինչ է ձեզ պակասում ել ավելի երջանիկ զգալու համար։ Ոչինչ։ Ես միշտ գոհ եմ եղել ինչ ունեմ։ Ու էլի կրկնեմ, ժամանակս չեմ ծախսել կամ չեմ սևեռվել, թե ինչ անեմ, ինչ նոր բան, որ ինձ ավելի երջանիկ զգամ։ Այդ նոր բանը ինքնաբերաբար է եկել կամ եղել։ Ես ինձ լիարժեք եմ զգացել իմ ունեցածով, դա չափելու բան չի, շատ թե քիչ, ինչքան որ ունեմ։ Ինձ արդեն հերիք է, բայց իհարկե ձգտելով էլ ավելին, բայց չֆիքսվելով դրա վրա։ Ինչի համար եք ափսոսում։ Շատ հաճախ ժամանակը ճիշտ չօգտագործելու, երբեմն նույնիսկ անմիտ բաների վրա ծախսելու, բայց դա էլ process է, կյանք է, այսինքն ամեն ինչ գծած վիճակն էլ չեմ սիրում ես։ Շատ հաշվարկ ունեցող մարդկանց չեմ ընկալում։ Անչափ շնորհակալ եմ գեղեցիկ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնան էր, կհանդիպենք։